Եվ այսպես Իրանը ուզում է հաղթել, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին ցանկանում էր պարտվել։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե այսպես իրադարձությունները շարունակվեն, շուտով մենք արդեն 1 ամիսը կտեսնենք Իրանի դեմ պատերազմական գործողությունների, կրկին ասենք, անկախ նրանից, թե ինչի հայտարարում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով օրը մեկ գրառում է անում, որում Իրանը ոչնչացված է, իրենց հոպը, նավատորմը եւ այլն, եւ այդպես շարունակ, իրենց պաշտպանության նախարարն էր, պատերազմի նախարարը ասում էր, որ Հորմուզի նեղոցը բաց է, պարզապես նավթա տանկերների վրա կրակում են։ Ինչևէ, արձանագրենք, որ պատերազմական գործողությունները շարունակում են եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը քայլեր է ձեռնարկում, քայլեր է իրականացնում, որոնք երբ որ վերլուծում ես, քո մոտ տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչու նույնը Հայաստանի Հանրապետությունը չէր անում 2020 թվականին 44 օրյա պատերազմի ժամանակ։ Կրկին անդրադառնանք Ալի Լարիջանիին, սա չափազանց կարևոր անձնավորություն է ներկայիս իրանական պետականության կյանքում, ներկայիս իրանական պետության ձևավորման հիմքերում ընկած անձնավորություններից մեկն է եւ կրկին սա պետք է նշենք, հավանաբար Ալի Խամենեի սպանությունը նույնիսկ այդքան ծանր չի նստել Իրանի Իսլամական Հանրապետության վրա, որքան Ալի Լարիջանիի, որովհետև այն ռազմավարությունը, որը հիմա բոլորիս աչքի առաջ մենք տեսնում ենք, թե ինչպես է Իրանի Իսլամական Հանրապետությունը արձագանքում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումներին, այդ ռազմավարության մշակողը հենց Ալի Լարիջանին էր։ Իսկ ռազմավարությունը որն է, իրենք շատ լավ հասկանում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ տնտեսական, քաղաքական, ռազմական պոտենցիալով չեն կարող մրցել, ուստի պատասխանները պետք է լինեն ասիմետրիկ եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նույնիսկ Ալի Լարիջանիի մահից հետո հենց այս նույն տրամաբանությամբ է առաջ շարժվում։ Ինչի մասին է խոսքը։ Մենք տեսնում ենք տարածաշրջանում չկա ամերիկյան ռազմաբազա, որին իրանական կողմը հարվածներ հասցրած չլինի, ամերիկյան ռազմաբազաներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն, ամերիկյան տնտեսական ակտիվներ, City Bank-ի մի քանի մասնաճյուղի են հարվածել, Amazon-ի դատա կենտրոններին են հարվածել։ Մենք տեսնում ենք բոլոր տեղերը, որտեղ կա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ամերիկյան կապիտալ, այդ բոլոր տեղերը թիրախավորվում են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից։ Իրանում հասկանում են մի պարզ տրամաբանություն։ Իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգները ինքը կարող է դոմինանտային դեր ունենալ օդում, այսինքն իրենք կարող են իսկապես հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության գրեթե ցանկացած կետին։ Իրենք նույնիսկ ցամաքային օպերացիա կարող են իրականացնել, բայց ինչ են անում իրանցիները։ Իրենք պատերազմը դարձնում են թանկ, շատ թանկ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, թե Իսրայելի համար, թե տարածաշրջանի այլ պետությունների համար։ Իդեպ դուք նկատել եք, որ տարածաշրջանի այլ պետությունները, որոնք ռազմական առումով կապված էին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, մինչ այս պահը չեն ներգրավել պատերազմական գործողությունների մեջ, որովհետև շատ լավ հասկանում են, որ գինը շատ թանկ է լինելու։ Այ հիմա մենք համեմատելով, մենք նշելով, թե ինչ է անում Իրանի Իսլամական Հանրապետությունը, ունենք հնարավորություն համեմատել, թե ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը 44 օրյա պատերազմի ընթացքում։ Ընկերներ, տեսեք, կա Իրանի Իսլամական Հանրապետություն, կա Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Իսրայել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելը միասին շատ ավելի հզոր են ցանկացած կոմպոնենտով, եթե փորձենք համեմատել, քան Իրանի Իսլամական Հանրապետության մեր բարեկամները։ Նույնն էլ վերաբերվում է 44 օրյա պատերազմին։ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը իրենք իրենց պոտենցիալով շատ ավելի թույլ էին, քան Թուրքիան եւ Ադրբեջանը։ Մարդաքանակով, տնտեսական պոտենցիալով, ռազմատեխնիկայով, ռազմամթերքով եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ինչու Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չդարձրեց պատերազմական գործողությունները թանկ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Ինչու Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթամուղը չթիրախավորվեց։ Ինչու Բաքու-Թբիլիսի Կարս երկաթգիծը չթիրախավորվեց։ Մինգեչաուրի հեկը ինչու չթիրախավորվեց։ Այլ տնտեսական օբյեկտներ, որոնք իդեպ պատկանում են British Petroleum-ին եւ այլ միջազգային կառույցներ, ինչու այդ ամենը չի թիրախավորվել, ինչու Հայաստանի Հանրապետության իշխանությունները իդեմս Արմեն Սարգսյանի, իդեմս Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևից շատ ավելի ջանասիրաբար էին պահպանում Ադրբեջանի, Թուրքիայի, Արևմուտքի տնտեսական ակտիվները մեր տարածաշրջանում, ինչու իրենք անհնարին բարձր չդարձրեցին Ադրբեջանի համար այսպես կոչված հաղթանակի գինը։ Սա հարց է, որի պատասխանը բոլորս իրավունք ունենք ստանալու։
Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների պարագայում 44 օրյա պատերազմի հանգամանքները, դրան նախորդող հանգամանքները լիակատար կերպով ուսումնասիրվել եւ այստեղ խոսքը գնում է ոչ միայն նրա մասին, ինչպես օրինակ նախագահ Քոչարյանն էր ասում, որ մեղավորները, որոնք հանձնել են Արցախը, պետք է պատժվեն, իհարկե բոլորն էլ պետք է պատժվեն, բայց այստեղ կա նաեւ ազգային անվտանգության խնդիր։ Ազգային անվտանգության խնդիր հետեւյալ տրամաբանությամբ մենք պետք է հասկանանք, եթե Հայաստանի Հանրապետության դեմ նմանատիպ ագրեսիա է սանձազերծվում, ինչպես մենք կարող ենք այդ ագրեսիային արձագանքել, ինչպես մենք կարող ենք թիրախավորել թշնամու հակառակորդի տնտեսական օբյեկտները այնպես, որ իրենք ունենան լրջագույն խնդիրներ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններից կախված է նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Մտածեք այդ մասին։